Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային ապրանքների ներմուծումն ու տարանցումը, որն է պատճառը։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդից հետո կառավարությունում հանդիպել է լրագրողների հետ, ինչ հայտարարություններ է արել։ Հայաստան-ՀԱԲ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, ինչ է հիշեցնում Մոսկվան և ինչ հետևանքներ ունի այս լարվածությունը։ Շիրակում հորդառատ անձրևն ու կարկուտը հեղեղումներ են առաջացրել, ինչ են պատմում գյումրեցիները։ Վաշինգտոնը քննարկում է ռազմական սցենարներ, ինչ է պատասխանում Թեհրանը։ Հայաստանի արտահանողների համար հերթական դժվարությունն է առաջացել ռուսական շուկայում։ Ռուսաստանի Ռոսսելխոզնաձորը հայտարարել է, որ վաղվանից սահմանափակվում է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումն ու դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով։ Ռուսական կողմը պատճառաբանում է, որ հայկական արտադրանքում շարունակաբար հայտնաբերվում են վնասատուներ և կարանտինային օբյեկտներ։ Ծառայությունը փուլ առ փուլ սկսած ընթացիկ տարվա մայիսից սահմանափակում էր կարանտինային հսկողության ենթակա հայաստանյան արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը և հայկական կողմին տեղեկացնում մատակարարման խախտումների մասին, սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի անբավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական սերտիֆիկացման համակարգի նկատմամբ։ Բույսերի կարանտինի և պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը։ Այս ֆոնին կառավարությունը երկարաձգել է Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ցորենի արտահանման ժամանակավոր արգելքը ևս 6 ամսով։ Նշվում է, որ որոշումը պայմանավորված է պարենային անվտանգության և ներքին շուկայի կայունության անհրաժեշտությամբ։ Միաժամանակ կառավարությունը որոշել է փոխհատուցում տրամադրել մրգի, գինու, բրենդի և հանքային ջրի արտահանման համար։ Հայաստանի ռեզիդենտ համարվող իրավաբանական և ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվող փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ։ Ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասի 1 կիլոգրամի համար 400 դրամ, շշալցված խաղողի գինու 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ, շշալցված հանքային ջրի 1 լիտրի համար 150 դրամ։ Արտահանման խնդիրները շարունակում են բարդանալ, դրանցից մեկը ծաղիկների արտահանումն է։ Վերջին շաբաթներին ծաղիկների գները աննախադեպ նվազել են, սակայն սպառողի համար շահավետ այս իրավիճակը արտադրողների համար լուրջ խնդիրների հետևանք է, քանի որ էժան ծաղիկների հետևում կանգնած են չիրացված բերքն ու ֆինանսական կորուստները։ Թեմային անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։ Վարդերի գինը շեշտակի իջել է։ Սիթիում իրարանցում է, գնորդները շատ են, կրպակների տերերը գոհ են, ստորգետնյա անցումների ծաղկավաճառները նույնպես, շուկայից էժան են գնում վաճառում, դե իսկ սպառողները առավել ևս։ Սակայն ինչ վերաբերում է խոշոր ջերմոցատերերին, պատկերը բոլորովին այլ է։ Վարդերի գինը նվազել է, իհարկե, մենակը ներքին շուկայում իրացնելով, դա բնականաբար, եթե 10%-ն ենք իրացնում, 90%-ը արտահանում ենք, բնական է այդ 90%-ը հիմա խոտանվում են հարապես, իրացում գոյություն չունի։ Եղած իրացումն է ներքին շուկայում, այո, 30 դրամ, 50 դրամով իրացում է կատարվում, որը ոչինչ արժեքի, չգիտեմ, որ երբ հաստահավորվում դա։ Ռոսֆիլդը, որը շուրջ 5 հեկտար ջերմոցային տնտեսություն ունի, այժմ կանգնած է մեծ խնդրի առջև։ Արտաքին շուկայում պարզապես չկա իրացում, չնայած էկոնոմիկայի նախարարության այն հայտարարությանը, որ վարդերի խմբաքանակն արդեն Լատվիա է գնում։ Մինչդեռ Ռոսսելխոզնաձորի սահմանափակումներից հետո դեռևս 2 շաբաթ առաջ էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել, որ շուտով կլուծվեն խնդիրները։
Չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն, մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց, հունիսի 4-ին, Հայաստանից 5500 վարդ է արտահանվել եվրոպական երկրներ, մասնավորապես Լատվիա։ Սակայն կարծես թե այս ամենից այնքան էլ չեն շահել մեծ արտադրողները։ Ընկերության տնօրենը նշում է, 5500-ը չնչին թիվ է։ Չի եղել նման բան, այսինքն եղել է մի փոքր բաժանակ 10000 դրամ, որը մի ջերմոցի մի օրվա արտադրանքի 20%-ն է։ Պատկերացրեք, Հայաստանում կա մոտ 150 հեկտար ծաղկի ջերմոց, որից ասենք մի ջերմոցի արտադրանքի մի 20%-ը, մի օրվա արտադրանքի 20%-ը փորձում է արտահանել փորձնական նմուշ, որը էլ չի կատարվել, դա ուղղակի որպես օգտագործել են ու վերջացել է։ Ներքին շուկայում վարդերն իրացվում են 30-ից 50 դրամով, որն ինքնարժեքի շատ փոքր տոկոսն է կազմում։ Ստիպված թափում ենք ապրանքը, կարելի է տենց ասել, ոչ թե իրացնում, դա իրացում չի կոչվում։ Մենք ես ասեցի 10-15% ենք իրացնում այդ գներով, մնացածը թափվում է, ուղղակի խոտանվում է։ Ընկերության տնօրենը նշում է, ծանոթ տնտեսվարողներն էլ են նույն վիճակում։ Ապրանքը խոտանվում է, վնաս են կրում։ Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ապա արտադրողը բացատրում է, որ աջակցությունից կարող են օգտվել սահմանափակ թվով ընկերություններ, այն էլ նրանք, որոնք պարտադիր արտահանում են արել եվրոպական որևէ երկիր։ Արտահանումից հետո, եթե ներկայացնում ես, որ արտահանել ես եվրոպական որևէ երկիր, արտահանած ամեն ծաղիկի համար տրամադրում է կարծեմ մի 30 քանի դրամ, 37 դրամ սուբսիդիա։ Նշված աջակցությունը չի փոխհատուցում նույնիսկ լոգիստիկայի ծախսի 30-ից 40%-ը։ Իսկ Ռուսաստանի Դաշնություն արտահանումը շատ ավելի էժան գնով է հնարավոր եղել կազմակերպել, բացի այդ արտահանել հնարավոր չէ, ասում է արտադրողը։ Էլ ինչ փոխհատուցման մասին է խոսքը։ Դեռևս 3 էին Երևան City-ում հայտնվել 1000-ից 1500 դրամանոց վարդերի փնջեր, որոնք սպառվել են կայծակնային արագությամբ։ Այսօր խոսեցինք City-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի հետ, ասաց սպառվել են բոլոր վարդերը, կլինի նոր խմբականակ թե ոչ, հայտնի չէ, սակայն խոշոր տնտեսվարողներից մեկն է էժան գնով իրացրել վարդերը, ասում են ծաղկի կրպակների վաճառողները, իսկ Երևան City-ից ասացին, որ չեն կարող ինֆորմացիա տրամադրել, թե որ արտադրողից են գնել վարդերը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունից ասացին, տեղյակ չեն, թե ինչպես են City-ում նման գնով փնջեր հայտնվել։ Ասում են, իրենք շարունակում են արտահանումը եվրոպական երկրներ, ինչ վերաբերում է գնի նվազմանը, ապա դրանից միգուցե կտուժեն անհատ ձեռներեցները։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ֆոնին հանրությանը շարունակում է հետաքրքրել նաև սոցիալական կարևոր հարցերից մեկը՝ գազի սակագինը։ Կառավարությունում վստահեցնում են, այս պահին թանկացման վերաբերյալ որևէ նոր զարգացում չկա, իսկ գործող պայմանագրերը շարունակում են գործել։ Մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում սակագնի ավելացման մասով մտահոգություններ թույլ տվեք շատ փակագծեր չբացել, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ, ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հասկից։ Չի ստացվի, որ եվրոպական գներ սահմանվեն նաև Հայաստանի համար։ Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Դադյան, դուք ասում եք վիճակը փոփոխություն։ Ոչ, հնարավոր փոփոխություն չկա, որտեղ մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Երկարատև արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ։ Փաշինյանը խոսել է ընտրության նախնական արդյունքներից, արտաքին հարաբերություններից եւ ներքաղաքական զարգացումներից։ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը տեսանյութում։ Ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրներում հատկապես դա սովորական պրակտիկա է, որովհետեւ կան հարցումներ, կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար քշիռներ եւ ի վերջո կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են եւ կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոս։ Մենք հենց իջնելու էլի տեղ ունեինք, որպեսզի
էլի ունենք, որպեսզի հաղթենք, որպեսզի արձանագրենք, որ միանշանակ ընտրությունները հաղթել ենք եւ ցանկացած ժողովրդավարական երկրում նման հայտարարություններ դուք կտեսնեք եւ ոչ մի տեղ չեք լսի հարցեր, թե բա ինչի համար է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա համար է, որ իր արդյունքներով կամ հաստատի կամ հերքի խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկը այն է, որ թրիպ ճանապարհը երկաթուղին, ճանապարհը գազամուղ, եթե լինի գազամուղ եւ նավթամուղ։ Այսինքն ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է. երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր։ Այս 3-ը վստահ եմ, որ լինելու է 100%-ով։ Այն երկուսը ինչի վստահ չեմ, որովհետեւ ռեսուրսների կենտրոնացման եւ խողովակ մղելու թեմաներ կա, որով պետքա մեր գործընկերները ավելի շատ քան թե մենք զբաղվենք։ Ես 8 տարուց ավել արդեն աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, ով հենվում է փաստերի եւ փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփորձենք փարատել, ոչ մի խնդիր չկա։ Ինչ նշանակում չճանաչեն ընտրությունները։ Ընտրությունները չճանաչեն, նախ ինստիտուցիոնալ մակարդակով պետք է անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն եւ Ռուսաստանի ինստիտուցիոնալ ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է։ Ձեր ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից 2 օր առաջ մեդիային հակել են, դարձրել եք գործազուրկ։ Ինչ կասեք այս մասին։ Ես ինչպես նախկինում ասացի, բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսում։ Դուք արմատ մեդիայից եք։ Ամեն դեպս ուրախ եմ, որ ողջ առողջ եք եւ ինձ հարց եք տալիս, այդ նշանակում է, որ այդքան էլ փակված չեք։ Բա ոնց են ձեզ թողե մտնեք այս շենք։ Եթե տենց միտումելներ կասեն, դուք ընդհանրապես չկաք, ինչ եք, իրավունք չունեք մտնեք այս տարածքում։ Ինչպես նշեցի, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև ընտրության արդյունքների մասին, պնդելով, որ իշխող ուժի ստացած ձայները եղել են իբր բացառապես քաղաքական աջակցության արդյունք։ Սակայն այս հայտարարություններին զուգահեռ ներքաղաքական դաշտում շարունակում է ակտիվ քննարկվել ընդդիմության առաջ կանգնած կարևոր ընտրությունը։ Ընդդիմությունը հայտնվել է վճռորոշ իրավիճակում, վերցնել падգամավորական մանդատները եւ մտնել խորհրդարան, թե հրաժարվել դրանցից կասկածի տակ դնելով ընտրության արդյունքները։ Ինչ կլինի, եթե ընդդիմությունը հրաժարվի падգամավորական մանդատից։ Կլուծարվի արդյոք խորհրդարանը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Մանդատները վերցնել, թե հրաժարվել դրանցից։ Ընդդիմությունը հայտնվել է քաղաքական եւ իրավական բարդ ընտրության առաջ։ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս ուժերին ձայն տված որոշ քաղաքացիներ պահանջում են չվերցնել падգամավորական մանդատները, համոզված լինելով, որ այդպես հնարավոր կլինի խնդիրներ ստեղծել քաղաքացիական պայմանագրի համար։ Սակայն իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, եթե ազգային ժողով անցած քաղաքական ուժերը հրաժարվեն մանդատներից, խորհրդարանը ինքնաբերաբար չի լուծարվի, նոր ընտրություն չի նշանակվի։ Եթե մանդատներից հրաժարվեն, գործող ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այս պարագայում տեղը մնում է թափուր, այսինքն մենք ունենալու ենք այն քանակությամբ խորհրդարան, որ քանակությամբ որ ԿՊ-ն ստացել է մանդատներ։ Իսկ մանդատներից հրաժարված ուժերին օրենքով կփոխարինեն նրանցից հետո թեկուզ եւ ավելի քիչ տոկոս ձայներ ստացած կուսակցությունները, հաշվի առնելով, որ ըստ օրենքի խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Նրանց մանդատները, եթե իրենք բոլորը հրաժարվեն, չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած մյուս ուժերին, այսինքն այլ ուժեր չեն անցնի խորհրդարան։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է։ Բայց սա չի նշանակում, որ շեմը չհաղթահարած ուժերի ազգային ժողով մուտքն անհնար է, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Պատկերացնենք սցենար, ըստ որի հավաքական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից։ Ընդ որում ոչ թե առաջին 10 կամ 20 համարները, այլ ընդդիմադիր ցուցակն ամբողջությամբ։ Այս դեպքում ազգային ժողովում մնում է քաղաքացիական պայմանագիրն իր 61 մանդատով, այսինքն մեծամասնությամբ։
Եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրը բաշխվի այդ մանդատը, որովհետև ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած։ Եվ դրա համար, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինեն, նաև երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում ենք։ Կա նաև երկրորդ սցենար։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, ազգային ժողովը սկսում է աշխատանքը, սակայն առաջին նիստերից հետո ընդդիմադիր պատգամավորները վայր են դնում մանդատները։ Առաջին հայացքից սա կարող է թվալ առավել կոշտ քաղաքական քայլ, սակայն իրավական հետևանքներն այստեղ նույնպես միանշանակ չեն։ Հիմա շատ է, չէ՞ խոսում մտնել խորհրդարան, թե չմտնել։ Տեսեք, երեք իրավիճակ համար 1, 2 ընդդիմադիր ուժ մտնում են խորհրդարան, վերցնում են մանդատները, այդ պարագայում իշխանությունը ստանում է բացարձակ մեծամասնություն ու ըստ էության միգուցե տենում են գրոտեսկային 2021 թվականին ձևավորված պարլամենտի պատկերը, միգուցե։ Երկրորդ տարբերակը մտնում են 3 ուժ, Բարգավաճը իր հետ, այդ պարագայում իշխանությունը չի ստանում սահմանադրական մեծամասնություն եւ ըստ էության այն գործառույթը, որի համար իրենք պայմանական Հայաստանում գործում են, այսինքն խոսքը գնում է Թուրքիա, Ադրբեջանի ուղիղ հրահանգների մասով սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքների հանձնում, այդ ամեն ինչ պետք է անցնի, չէ՞, ազգային ժողովով, դա արդեն ըստ էության չի ստացվում։ Ամենաբարդ իրավիճակը կարող է առաջանալ հենց այս դեպքում։ Եթե խորհրդարանն արդեն ձևավորվել է եւ սկսել է գործել, ապա հրաժարված падգամավորներին նախ պետք է փոխարինեն նույն ցուցակների հաջորդ տեխնացուները։ Իսկ եթե ամբողջ ցուցակները սպառվեն, մանդատները պարզապես կմնան թափուր։ Արդյունքում կարող է ստացվել հետևյալ պատկերը. քաղաքացիական պայմանագիրը պահպանում է իր 61 մանդատը, իսկ մյուս 44 մանդատները մնում են թափուր։ Այսինքն խորհրդարանը շարունակում է գործել, իսկ իշխանությունը չի կանգնում կառավարման ճգնաժամի առաջ։ Թեպետ հստակ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ նրանց տեղը պետք է թափուր մնա, բայց ասենք բացառված չի, որ օրինակ ասենք իշխող ուժը դիմի սահմանադրական դատարան, ընտրական օրենսգիրքի այդ դրույթը հակասահմանադրական ճանաչելու առումով, ճանաչվի հակասահմանադրական եւ դիրքորոշում արտահայտի, ասենք թափուր մնացած մանդատները փոխանցվեն հերթականությամբ եկող այն քաղաքական ուժին, ով առավել շատ քվեա ստացել, ասենք այն 2%, 1 ու քանի տոկոս։ Մասնագետների կարծիքով այս իրավիճակը նաև օրենսդրական բացերի մասին է խոսում։ Առանց ընդդիմության խորհրդարանը իհարկե առաջացնում է քաղաքական եւ ներկայացուցչական լուրջ խնդիրներ, հարցականի տակ դնում բազմակարծության եւ լեգիտիմության մակարդակը։ Սակայն գործող իրավակարգավորումները ինքնին չեն հանգեցնում խորհրդարանի լուծարման կամ իշխանության լիազորությունների դադարեցման։ Մանդատների հրաժարումը դա հստակ առաջացնում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ եւ ըստ էության խորհրդարանը չի կարող համարվել լեգիտիմ խորհրդարան, թեպետ դա խորհրդարանը ազատ արձակելու կամ նոր ընտրություններ անցկացնելու հիմք չի տալիս։ Այսպիսով ընդդիմության առաջ կանգնած է ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական ընտրություն։ Մանդատներից հրաժարվելը կարող է հնչել որպես կտրուկ եւ վճռական քայլ, սակայն դրա հետևանքները կարող են լինել բոլորովին հակառակ սպասվածից, ընդ որում հօգուտ իշխանության։ Գործող օրենքների պայմաններում նման որոշումը պարտադիր չէ, որ ճգնաժամ ստեղծի իշխանության համար։ Ավելին կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ խորհրդարանում մնա միայն մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը կորցնի քաղաքական պայքարի գլխավոր ինստիտուցիոնալ հարթակը, ինչպես որ եղավ Վենեսուելայում, Սերբիայում, Ալբանիայում եւ մի շարք այլ երկրներում։ Սեդա Մակարյան, Աննա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններից, նշելով, որ ՀԱՊԿ-ի հնարավոր որոշումների դեպքում Հայաստանը դրանք պարզապես կընդունի ի գիտություն։ Մոսկվան իր հերթին առաջին անգամ բաց տեքստով հիշեցրել է կազմակերպության կանոնադրության այն դրույթները, որոնք կարող են կիրառվել անդամ երկրների նկատմամբ պարտավորությունները չկատարելու դեպքում։ Պատճառը Երևանի շուրջ 2 տարի շարունակվող փաստացի հեռավորությունն է կառույցից։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, չի վճարում անդամավճարները եւ շարունակում է սառեցված պահել իր մասնակցությունը կազմակերպությունում։ Ինչ իրական տարաձայնություններ կան Երևանի եւ Մոսկվայի միջև, ինչու է ՀԱՊԿ-ում կրկին քննարկվում Հայաստանի կարգավիճակի հարցը, Անի Աբաղյանի ռեպորտաժում։
Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերություններում լարվածության նոր փուլ է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է գործարկել կանոնադրության այն հոդվածը, որը վերաբերում է պարտավորությունները չկատարող անդամ երկրներին։ Չմասնակցելով ՀԱՊԿ-ին եւ ձևականորեն մնալով անդամ, միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Ընթանում են զորավարժություններ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում է իրականացվում թե ՆԱՏՕ-ի, թե Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի։ Լավրովի խոսքով Հայաստանը շուրջ 2 տարի չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին եւ նույնքան ժամանակ չի վճարում անդամավճարը։ Նրա խոսքով կազմակերպության բյուջեի նկատմամբ Երևանի պարտքը կուտակվում է եւ այժմ քննարկվում է կանոնադրության համապատասխան դրույթի կիրառումը։ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը 2 տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա կարող է զրկվել կառույցի մարմիններում ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտավորված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից։ Նույն հոդվածը հնարավորություն է տալիս նաև կասեցնել տվյալ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ նույնիսկ հեռացնել կազմակերպությունից։ Ինչ է անելու Հայաստանը, եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանից։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն է արձագանքել։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Ռուսաստանից հնչող հայտարարությունները միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու չգալու մասին չեն, նշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այլ այն մասին, որ ՀԱՊԿ-ը, ավելի ճիշտ Ռուսաստանը, դժգոհ է ստեղծված իրավիճակից եւ չի բավարարվի հնչող հայտարարություններով, նշում է զրուցակիցս։ Реально выясняться отношения Իրականում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների պարզաբանումը տեղի կունենա ընտրություններից հետո, երբ ձևավորվի նոր կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ եւ նրանք կփորձեն քննարկել իրական խնդիրները։ Ոչ թե այն հարցը, որ Հայաստանը չի կարող ազդել ՀԱՊԿ որոշումների վրա, այլ հայ-ռուսական հարաբերությունների իրական խնդիրները։ Դա քաղաքական գործընթաց կլինի, կընթանա փակ աշխատասենյակներում, ոչ թե հրապարակային հարթակներում, ինչպես հիմա։ Եվ դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է լինելու, ոչ, չի լինելու։ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան, կա որոշակի ճգնաժամ, կան տարաձայնություններ, կան շահերի իրական բախումներ։ Այդ ամենը ճիշտ է։ Իսկանդարյանի խոսքով խնդիրը ծաղիկների արտահանման կամ հայկական արտադրանքի մեջ հայտնաբերված խնդիրների մասին չէ, ոչ էլ այն ծիրանի, որ դեռ չի աճել, բայց արդեն վատ է համարվում։ Խոսքն ավելի խորքային քաղաքական խնդիրների մասին է։ 7 տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր. ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար, բայց պետք է հասկանանք, ինչ պարտավորություններ ունեն երկուստեք։ Այս հայտարարությունից 6 տարի անց 2024 թվականի փետրվարին իմացանք, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իսկ մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը չբացառեց, Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին, որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ Ռուսաստանի պատասխանը չուշացավ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է համարվում Հայաստանի ինքնիշխան տարածքը։ ՀԱՊԿ-ի շուրջ խոսակցությունները գործիք են հայ-ռուսական հարաբերություններում հստակություն մտցնելու համար։ Քաղաքագետի խոսքով հետևանքներն այնքան կապված չեն ՀԱՊԿ-ի հետ, որքան ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի։ Вы спрашиваете про последствия. Դուք հարցնում եք հետևանքների մասին։ Հետևանքները կապված չեն ՀԱՊԿ-ի հետ։ Հետևանքները կարող են կապված լինել ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի հետ։ Այդ ճգնաժամը կապված է բազմաթիվ հարցերի հետ եւ դրանք հիմնականում տնտեսական ոլորտում են, ոչ թե անվտանգության։ Դրանք վերաբերում են հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը Ռուսաստան, ատոմակայանի ապագային, ով եւ ինչպես է այն կառուցելու, երկաթուղիների հարցին, տարանցիկ հաղորդակցություններին եւ այլ խնդիրների։ Այդտեղ են իրական խնդիրները։ Մինչ Երևանը շարունակում է սառեցված պահել իր մասնակցությունը կառույցին, Մոսկվան ավելի կոշտ ազդակներ է հղում։ Իսկ թե դրանք կվերածվեն գործնական քայլերի, թե կմնան քաղաքական ճնշման գործիք, կախված է արդեն հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ այն դիտարկմանը, թե Ռուսաստանի նախագահը դեռ չի շնորհավորել իրեն, Փաշինյանը արձագանքել է բավական հանգիստ։
Պուտինի մասով դե հա ինչ չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։ Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին, բայց շնորհավորել է Էրդողանը։ Սակայն հետաքրքիր հանգամանք կա։ Շնորհավորանքի տեքստը տարածվել է հայկական տեղեկատվական դաշտում, մինչդեռ թուրքական պաշտոնական աղբյուրներում այն առայժմ չի հրապարակվել։ Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաջողության առթիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Խոսքը 2019 թվականի այն գործի մասին է, որով այս պահին կալանավորված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փողերի լվացում եւ պաշտոնեական դիրքի չարաշահում։ Իսկ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը։ Գործը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Դատարան է մուտքագրվել նաև Խաչատրյանի որդու գործը, որը դեռ չի քննվել։ Եղանակային անակնկալները լուրջ վնասներ են հասցրել Շիրակի մարզում։ Հորդառատ անձրևն ու ուժեղ կարկուտը մի քանի ժամում հեղեղել են Գյումրու փողոցները, վնասել են տներ, խանութներ եւ ճանապարհներ։ Որոշ հատվածներում կարկուտի եւ անձրևաջրերի շերտերը հասել են մինչեւ կես մետրի։ Բնակիչները պատմում են, որ սառցապեկորները լցվել են նույնիսկ բնակարաններ։ Մեր նկարանող խումբը եղել է Գյումրիում, նախ առաջարկում եմ դիտել մեր տեսախցիկի ֆիքսած կադրերը, ապա տաղավարում կզրուցեմ իմ գործընկեր Սեդա Մակարյանի հետ, որը ի դեպ հենց նոր է վերադարձել դեպքի վայրից։ Այժմ տաղավարում զրուցելու եմ իմ գործընկեր Սեդա Մակարյանի հետ, որը ի դեպ րոպեներ առաջ է վերադարձել Գյումրիից։ Սեդա, տեսանյութերը սարսափեցնող են, խնդրում եմ պատմիր իրականում ինչ էր կատարվում Գյումրիում եւ որքանով էր իրավիճակը ծանր։ Երեք գիշեր է մեկնարկել սկսվել Գյումրիում կարկուտը, ըստ գյուղացիների մոտ 40 րոպե է տվել, բայց կատվածահար է արել քաղաքը, մեքենաները ջրի տակ էին անցել, ջրի տակ անցել են նաև որոշ տներ, բառի ուղիղ իմաստով ես չեմ չափազանցնում, դրա մասին քիչ հետո կպատմեմ։ Գյումրիում աղետ բառը տեղին է այս րոպեին գործածել, որովհետև իսկապես այնինչ երեք տեղի ունեցել, ընդ որում ոնց որ թե շարունակվում է աղետ է։ Բնակիչները ինչ էին պատմում, ինչպիսի վնասներ են կրել եւ ընդհանրապես նրանց հետ զրուցելիս ինչ տպավորություն ստացար։ Նման մասշտաբի հեղեղումներն ու կարկուտը Գյումրիում նախկինում եղել են, թե մարդիկ սա աննախադեպ դեպք են համարում։
Գյումրեցիներն ասում են, որ ամեն տարի հունիսին իրենք պարտադիր պիտի կարկուտ տեղա Գյումրիում, բայց աննախադեպ են համարում, որովհետև նախորդ տարիներին կարկուտը այսչափ վնաս չի հասցրել։ Մենք Գյումրիի փողոցներից մեկում եղանք, որտեղի բնակիչներն ահռելի վնասներ են կրել, մասնավորապես բնակիչներից մեկի տունը մինչև առաստաղ ջուր է լցվել, կոտրվել են տան ապակիները, կոտրվել է տան դուռը, երեխաները նջասենյակում քնած, ջուր է լցվել տուն, եւ ֆիլմ հիշեցնող դրվագներ են պատմում մեր հետ զրույցում գյումրեցիները, մասնավորապես որ երեխաներին հազիվ են փրկել սենյակից հանել, հակառակ պարագայում ողբերգություն կարող էր տեղի ունենալ եւ երեխաները խեղդվեին, տանտերը ասում են, որ այնքան շատ էր ջուրը լցվել տուն, որ իրենց կահույքը բարձրացել էր վերև ու լողում էր ջրի վրա։ Դուռը փակվել էր եւ տանտիրուհին իր երկու աղջիկների եւ ամուսնու հետ հազիվ է դուռը բացել, որ դուրս գան ու փրկվեն, այդ ընթացքում էլ ընտանիքի տատիկը թորնիկին փրկելիս ընկել է ու կոտրվածքներ ստացել։ Սեդա քաղաքի որ հատվածներն են ամենաշատը տուժել։ Դեպի Ախուրյան գյուղ տանող կամուրջը Տերյան փողոցից դեպի Ախուրյան, այո, նաև Ղարիբջանյան փողոցում ենք մենք, Ղարիբջանյան փողոցի բնակիչներն են տուժել, այդպես որ ասեմ հստակ այս հատվածում չէ, տարբեր փողոցներում վնասներ կրել են, բայց այս կադրերում որ տեսնում ենք մենք հիմա, սա այդ կամուրջն է հենց Տերյան փողոցից դեպի Ախուրյան գյուղ տանող ու այնտեղ այս հետևանքները կարկուտի դեռ կան եւ բնակիչներն ասում են, որ 1.5 մետր այս ծառույց էր կապել ու հազիվ են մաքրել ու վերականգնել գյուղի ներողություն քաղաքի Գյումրիի երթևեկությունը։ Քո դիտարկմամբ խոսքը բացառապես բնական աղետի մասին է, թե ակնհայտ էին նաև ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք խորացրել են իրավիճակը։ Ենթակառուցվածքային խնդիրներ կան ու դրանց մասին խոսում են Գյումրիի քաղաքապետարանում եւս մենք զրուցել ենք կոմունալ բաժնի, համայնքի կոմունալ բաժնի փորձագետներից մեկի հետ, ռեպորտաժը Ռոպեներանց YouTube-ում կլինի, կարող են դիտել, այնտեղ մասնագետն էլ պնդում է, որ համակարգերը քիչ են, նորը կառուցելու անհրաժեշտություն կա, որի համար դիմել են կառավարություն 2022 թվականից դեռ այս կառավարությանը եւ մինչեւ այս կառավարությունը մնացած 30 տարիների ընթացքում անդադար դիմել են, բայց այդ հարցը չի լուծվել։ Բացի նոր ենթակառուցվածքների անհրաժեշտությունից հները մաշված են եւ դրանց մաքրման աշխատանքները հաճախ ըստ փորձագետի անօգուտ է, որովհետեւ բացի նայած որ քիչ են, նաեւ մաշված են եւ այդ ջուրը չեն կլանում, իրենց գործառույթը չեն կատարում։ Ինչ գործողություններ են իրականացնում Գյումրիում վնաս ստացած մարդկանց աջակցելու համար։ Քաղաքապետարանը իսկապես աշխատել էր մեր նկարահանման պահի կադրերը եւ գիշերը հրապարակված կադրերը իրարից տարբերվում են, որովհետեւ մաքրել էին փողոցները, արդեն երթևեկելի էր, մեքենաները խնդիր չունեին, բայց հավաքագրում են քաղաքացիների գրած տուժերը, որովհետեւ հստակ չէ, դեռ դիմումներ են ընդունվում քաղաքապետարան, դեռ հստակ չէ ով որքան վնաս է կրել։ Այս առումով պիտի հավաքագրեն ինֆորմացիան, փոխանցեն մարզպետարան իր հերթին կառավարությունը որոշի փոխհատուցել կամ չփոխհատուցել, կա այո, չփոխհատուցելու տարբերակ եւս կա, կառավարությունն է որոշում։ Իմ պատկերացմամբ եւ մեր նկարնող խմբի այնտեղ եղած պահին քաղաքապետարանը իրենից հասանելիքը այդ պահին արել էր եւ դեռ շարունակում են մեր այնտեղ եղած ժամանակ կոմունալ բաժնի ծառայության պետը եւ մնացած փորձագետները, մասնագետները դեռ շարունակում են Գյումրու փողոցներում աշխատանքները կատարել։ Մենք շատ դժվարությամբ կարողացանք գտնել մեկ փորձագետ, ով կարողանա մեր հարցերին պատասխանել։ Սեդայից երբ որ Գյումրիից վերադառնում էիք, իրավիճակը հանդարտվել էր, թե տեղումները դեռ շարունակվում էին։ Տեղումները շարունակվում էին, սաստիկ քամի էր, շատ ուժեղ անձրև էր, կարկուտ այդ պահին չկար, բայց տեղումները շարունակվում էին։ Շնորհակալ եմ Սեդա։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի իմ գործընկեր Սեդա Մակարյանի հետ։
Միջազգային լրահոսից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող են ուժեղ հարվածներ հասցնել Իրանին եւ վերահսկողություն հաստատել Խարկ կղզու նավթային ենթակառուցվածքների նկատմամբ։ Նրա խոսքով նպատակն է վերահսկել Իրանի էներգետիկ շուկաները, իսկ Իրանի ռազմական ներուժի մեծ մասը արդեն թուլացված են։ Ի պատասխան Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած գործողություն կհետևի վճռական եւ ցավոտ պատասխան։ Իրանական կողմը զգուշացնում է, որ տարածաշրջանում լարվածության ցանկացած ցրում կունենա լուրջ հետևանքներ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, հետևեք մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Իսկ դուք կարող եք դիտել լեռնագնաց Գևորգ Գասպարյանի մասին ռեպորտաժը, որը օրեր առաջ Հայաստանի պետական դրոշը ծածանել է Էվերեստի գագաթին։ Նախ ծածանեց Հայաստանի դրոշը, ապա երգեց շարական։ Գևորգ Գասպարյանն է, այն երկու հայերից մեկը, որը օրեր առաջ Հայաստանի դրոշը ծածանեց աշխարհի տանիքին, Էվերեստի գագաթին։ Սպարտակը Հովհաննիսյան ինձ նամակ էր ուղղել, որ իրենք 90-ականներին պատրաստվել են իր ընկերոջ հետ Էվերեստի վերելքի եւ նաեւ Մայրաթորի Ներսես arczepiskopos Պոզապալյանին են հանդիպել, ով ամենայն հավանականությամբ նաև իր աջակցություններ եւ ուղերձներ եղել իրենց, բայց ինչ-ինչ պատճառներով վերելքը չէր ստացվել։ Եվ ասաց, որ Սրբազանի պատգամներից մեկն է եղել, որպեսզի Էվերեստի գագաթից շարական հնչի դեպի Արարատը եւ հակառակը, եւ ասաց, եթե բարով հասնես գագաթին, մի շարական ընտրիր, մեր փոխարեն կկատարես, թող Սրբազանի այդ պատգամը եւ ցանկությունը իրականացվի։ 57 օր, 40 աստիճան ցուրտ, 8848 մետր բարձրություն եւ մեկ նպատակ՝ հասնել աշխարհի տանիքին ու այնտեղ ծածանել հայկական եռագույնը։ Շատ ուժեղ քամի էր, շատ դժվար էր դրոշը ընդհանրապես պահել, որպեսզի նախ քամին չքշի, երկրորդը որ երեք գույնը երևա, բայց ստացվեց, ամեն դեպքում կադրը ստացվեց։ Մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Գասպարյանի համար լեռները տարիներ առաջ դարձան ոչ միայն հոբբի, այլ նաև կենսակերպ։ Նա սկսեց փոքր լեռներից, ապա բարձրացավ Արարատ, Կազբեկ, Էլբրուս, Մոնբլան եւ այլ գագաթներ։ Էվերեստը երկար ժամանակ նույնիսկ երազանք չէր թվում։ Չափազանց վտանգավոր էր, չափազանց դժվար, գուցե նույնիսկ անհնար։ Վերջին 6-7 տարիների ընթացքում, երբ որ արդեն սկսեցի բավականին լուրջ մտածել Էվերեստ բարձրանալու ուղղությամբ, միշտ բոլորին ասել եմ, որ այսպիսի պլաններ ունեմ հարազատներին, բնականաբար ընտանիքի անդամներին, որ մտքիս նման վտահաղացում կա եւ ինչ որ մի օր դա անելու եմ եւ փառք Աստծո, որ բոլորը շատ խոհեմ գտնվեցին, հաշվի նստեցին իմ կարծիքի հետ։ Սակայն տարիների ընթացքում լեռներն իրեն սովորեցրել են մի պարզ ճշմարտություն. ամենաբարձր գագաթները նախ հաղթահարվում են մտքում, հետո միայն իրականում։ Բայց նույնիսկ այսպես կոչված հանրահայտ Էվերեստը, որը շատերը տեսնում են միայն լուսանկարներում, իրականում չափազանց դժվար է հաղթահարել։ Նախապատրաստական աշխատանքները Էվերեստի համար շուրջ 1 տարուց ավել ձգվեցին եւ դրա ամենակարևոր մասը բացի ֆիզիկական պատրաստությունից ֆինանսական դժվարություններ լուծելներ։ Ընդհանուր վերելքը բավականին թանկարժ է, գրեթե 60,000 ԱՄՆ դոլար, որից 16,000 դոլարը վճարվում է Էվերեստը բարձրանալու թույլտվության համար։ Տարվա ընթացքում միայն 500 թույլտվություն է տրվում։ Հետո գրանցված լեռնագնացները ժամանում են Նեպալ ու սկսվում է նախապատրաստությունը։ Նախ ամեն ինչ մանրակրկիտ պլանավորվում է, քանի որ դեպի աշխարհի տանիք տանող ճանապարհը տարվա ընթացքում բաց է ընդամենը մի քանի շաբաթ։ Էվերեստը կարելի է բարձրանալ երկու կողմից՝ Չինաստանի եւ Նեպալի։ Չինաստանի կողմից վերելքը համարվում է տեխնիկապես ավելի դժվար, բայց վտանգավոր սառցահոսքեր չեն լինում։
իսկ Նեպալի կողմից վերելքն ամենահայտնին է, թեպետ նաև ամենավտանգավորը։ Գևորգը պատմում է, որ 7 օր քայլում ես դեպի բազային ճամբար, հետո հերթով բարձրանում միջանկյալ ճամբարներ, օրգանիզմը սովորեցնելով պայմաններին։ Ունեցել ենք մեկ ակլիմատիզացիոն վերելք դեպի 6700-800 մետր բարձրության եւ 2-3 գիշեր գիշերել ենք 6100 եւ 6400 մետր բարձրությունների վրա։ Հետո վերադարձել նորից հետ 5360 մետր բազային ճամբար եւ հանգստացել, պատրաստվել արդեն գագաթի վերելքի։ Յուրաքանչյուր լեռնագնացի կցվում է մեկ շերպա, որպես ուղեկից եւ օգնական։ Շերպաները Նեպալի լեռնային շրջաններում Էվերեստի շրջակայքում բնակվող ժողովուրդ են, որոնք հայտնի են բարձր լեռնային պայմաններում իրենց բացառիկ փորձով։ Տարիներ շարունակ հենց նրանք են ուղեկցում ալպինիստներին դեպի աշխարհի ամենաբարձր գագաթ՝ Էվերեստ։ Այդ ամբողջ էքսպեդիցիայի գույքը, սնունդը, խմելու ջուր եւ ամեն ինչ տեղափոխվում են բազային ճամբարից վերև, միևնույն ժամանակ օգնում են ճամբարները հիմնելուն։ Կյանքի ու մահվան սահմանին անցնող այս ճանապարհը բոլորի համար չէ։ Շատերը ստիպված են լինում հետ դառնալ կես ճանապարհից, իսկ ոմանց համար վերելքն ընդհանրապես դառնում է վերջինը։ Այստեղ ամեն քայլը կարևոր է։ Լեռնագնացներն անգամ ասում են, կարծես լեռը չի սիրում սխալներ, մի փոքր անուշադրություն եւ հետևանքները կարող են անդառնալի լինել։ Ամեն օր եւ գիշեր եւ ցերեկ տենց բարբերաբար լսում ես, տեսնում ես մեծ ծնահոսքեր, որոնք գալիս են աջ կողմից, ցախ կողմից, դիմացից, տարբեր կողմերից բազային ճամբարի եւ նույնիսկ պարկած վրանի մեջ գնաց ժամանակ, երբ որ այդ դղրդոցը լսում ես եւ այդ ձայնը բնականաբար կիրճերով արձագանքում է, մտածում ես, տեսնես այդ ծնահոսքը մեր կողմա գալու, թե գնալու է ուրիշ կողմ։ Այս փորձությունը չի շրջանցել նաև Գևորգին։ Վերելքի ընթացքում նա մի քանի անգամ հայտնվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակներում, սակայն ամեն անգամ կարողացել է հաղթահարել դժվարությունները եւ շարունակել ճանապարհը դեպի աշխարհի ամենաբարձր գագաթ։ Մեր դեպքում եղավ այդ ծնահոսքը հենց առաջին իսկ դեպի 6000 մետր վերելքի ժամանակ մենք բարեբախտաբար անվնաս մնացինք, բայց 2 հոգի վնասվածք ստացավ։ Մահվան դեպքեր նույնպես լինում են, ոնց որ թե 5 հոգի այս տարի ընդհանուր հաշվով մահացավ։ Ինչ է փոխվել Գևորգի կյանքում 8000 մետր հաղթահարելուց հետո։ Նրա խոսքով այս պահին այլևս չի ծրագրում նոր 8000-անոց վերելք, բայց լեռները շարունակում են կանչել։ Աշխարհի 7 մայրցամաքների ամենաբարձր գագաթներից 4-ն արդեն հաղթահարել է, մնացել է 3-ը։ Զգացողությունն է, որ աշխարհի ամենաբարձր գագաթում եղել եմ։ Ինձ թվում է դեռ նոր է այդ էմոցիաները եւ դեռ հələ ամբողջությամբ չեմ զգում։ Գևորգից բացի Էվերեստի գագաթ հասել է եւս մեկ հայ, ռեփեր Հայկ Մարգարյանը, որը խոստացել է փաստագրական ֆիլմով պատմել իր վերելքի մասին։ Երրորդ ճամբարից, երբ որ արդեն սկսեցինք շարժվել դեպի 8000 մետր, այնտեղ անվերջանալի հերթեր էին կուտակվում տարբեր հատվածներում, կար դժվարացանելի հատվածներ, որի վրա տարբեր լեռնագնացներ շատ դանդաղ էին եւ հերթեր էին կուտակվում։ Գևորգի համար այս վերելքը միայն անձնական հաղթանակ չէ։ Էվերեստի ճանապարհը նա որոշել է ծառայեցնել նաև բարի նպատակի։ Լեռնագնացը դրամահավաք է նախաձեռնել, որի արդյունքում սոցիալապես դժվար պայմաններում ապրող 3 ընտանիք կկարողանա սեփական տուն ունենալ։